շուտ մեծանում Ինչու չեն մեզ մեծերը լավ հասկանում Դպրոցական տարիները թռնում են ինչպես ժամերը Դպրոցական այս օրերը դառնում են մեր լավ հուշերը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դառել է իմ ամրոցը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզ իշխոցը Դպրոցում ենք մեծանում, դպրոցում ենք նոր դառնում Դպրոցից ենք մենք հեռանում, մեծ աշխարհին ենք միանում Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դառել է իմ ամրոցը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզ իշխոցը Ինչու ենք մենք բոլորը շուտ մեծանում Ինչու չեն մեզ մեծերը լավ հասկանում Դպրոցական տարիները թռնում են ինչպես ժամերը Դպրոցական այս օրերը դառնում են մեր լավ հուշերը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դառել է իմ ամրոցը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է
դպրոցում մենք մոր դառնում, դպրոցից ենք մենք հեռանում, մեծ աշխարհին ենք միանում։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դարել է իմ ամրոցը։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզ իշխոցը։ Ինչու ենք մենք բոլորը շուտ մեծանում։ Ինչու չեն մեզ մեծերը լավ հասկանում։ Դպրոցական տարիները թռնում են ինչպես ժամերը։ Դպրոցական այս օրերը դառնում են մեր լավ հուշերը։ Դպրոցական տարիները թռնում են ինչպես ժամերը, դպրոցական այս օրերը դառնում են մեր լավ հուշերը։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դարել է իմ ամրոցը։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզ իշխոցը։ Ինչու ենք մենք բոլորը շուտ մեծանում։
Այսօր իմ փոքրիկները հրաժեշտ են տանում կրտսեր տարական դպրոցին։ Նրանք այսօր շատ ուզված են, նրանց համար այսօր հիշարժան օր։ Ամենայն լրջությամբ խնդրում եմ, եկեք լսենք մեր երեխաներին, թե ինչպես են այսօր պատրաստվել նրանք ձեզ ներկայանալու։ Շնորհակալություն, խնդրում եմ պահպանեք լռություն և լսեք մեր փոքրիկներին և ձեր ջեր զապերով ուղղավորեք նրանց։ Եթե մենք հայտանն ենք ասում գտնված ազնագիր սուր տարու համար, կեն շոքություն բարձարու համար, որ մասատեսին դարսելու է։ Մենք կզնային շատ, որ ասվանը միով կաղնար Մենք կզնային շատ կզնային համանապես, որ այս բարում իրոք միներ նոր և իրական։ Արավետ ասած կուզուկայի հանար դպրոցի ուսուցումների դրանալների
ծովին և տեսնում բարին ձիվը բադրում է եղևը նրա ու մեր բարևի փոթորիկն անգամ դառնում են մեծ բարակը։ Այլ խոսում է դառնում է բարի ու մեր բարևի կարտակավայր մարմնով է խոսում դառնում իրոք բարի։ Անդարելի բան աշխարհում չկա, եթե աշխարհում աշխում է բարին, որ մեր վերանում դարձել է բարի։ Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ զարմանալի մոլորակը, գծեր դպրոցը, որը այս 4 տարիների ընթացքում սիրեց ու փոխարեց մեզ։ Մեր մանկության բոլորը խորհրդանշում է բարություն, խաղաղություն և ողջունում բոլորին։ Այսօր մենք շատ ուրախ ենք, որ կրկին այս թեմից ողջունում ենք ձեզ։ Ողջույն, ողջույն։ Սիրելի հյուրեր ձեր շուրջը տեսեք տեսքան գեղեցիկ և լավ բան անունների զարմանահրաշ մոլորակը։ Մեր մոլորակը այնքան բազմազան է, այնքան հետաքրքիր, որ հնարավոր չէ ձանձրանալ բազմազանությունից։ Մեր մանկության զարմանահրաշ մոլորակում ապրում են հաշտ ու համերաշխ 19 տարբեր լույսի վառ ու ժպտուն շողեր սիրասեր։ Իսկ գիտեք, թե որն է մեր երջանկության հաշտ ու համերաշխ լինելու այցեքարտը, իհարկե ժպիտը, որը նաև ուզում ենք փոխանցել ձեզ։ Այսօր մենք փոքր ինքնիզվար, այսօր մեզ հայտ միատուկ օր է, հրաժեշտ գծեր դպրոցի։ Մենք և ուրախ ենք, մենք և դուք ուր ենք, որովհետև աշխարհը չենք կարող երիտասարդ ունենալու նոր ուսուցիչներ։ Ուրախ, որովհետև մենք բոլորս մեծացել ենք, շատ բաներ ենք սովորել։ Իսկ հիմա հայտարարք ենք հավուկ բանված և բերակետ եղել։ 2022 թվականի ուսումնական տարում սեպտեմբերի 1 միախառնված հուզված երջանիկ ունենայի ձեր կտրնած մի խումբ մանուներ վախվորած քայլելով մտնում էին դպրոց։ Երբ առաջին անգամ մտան տեսասենյակ, տեսան իրենց ուսուցչուհուն, զգացին, որ հարազատ զգացողություն է թևադրում դասասենյակում և հենց նույն պահին ձևավորվեց մի ընտանիք մանուկների մոլորակ անունով և ընտանիքի անդամները դարձան իրենց ուսուցչուհու պայծառ աստղներ։ Արմատներով ավելի ամուր կարգելով մեր հարազատ դպրոցին սկսեցինք սովորել, սիրել ու սիրել։
գաղափարը։ Այս 4 տարիների ընթացքում մենք մի փոքր ավելի մեծացանք, ավելի հասուն դարձանք, մեծացանք, հասկացանք, թե ինչ է համավարակ, ինչ դժվարություններ ունեցանք և ինչպես հաղթահարեցինք։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի փոքրիկ իշխանի գերբարը և այն օրվանից ես հասկացա, որ համանախին անել վնասակար ֆոնդերը, որպեսզի դրանք չփոխարեն օգտակար բույսերին։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի համով փոքրիկ իշխանի գերբարը, ես հասկացա, որ բացի հայրական գերեզգությունից ստորություն ունի նաև հոգու գերեզգություն, չէ որ ես ես նաև գտել և գնահատել իմ որդի մեջ։ Գերբարը մարմնավորելիս ես հասկացա, որ աշխարհում ոչինչ երրորդ անգամ չես գտնի և դրա համար պատրաստ եմ ամբողջ այնով լողալ մի գործել մարդիկ գնահատեք ձեր ունեցածը։ Երբ ես 6 տարեկան էի, այս բեմից մարմնավորում էի թագավորին այցելած փոքրիկ իշխանի գերբար։ Ես հասկացա, որ կյանքում մեջ թե ուրիշին ծաղրել ամենադժվարն է ինքդ քեզ դատել։ Երբ մի օր սովորես ինքդ քեզ դատել, նշանակում է, որ դու իմաստուն ես, և այդ օրվանից ես սովորեցի պատասխանատվություն կրել իմ արարքների համար։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի աղվեսի հանդիպած փոքրիկ իշխանի գերբարը, ես հասկացա, որ միայն սիրտն է սրատես և որ ամենագլխավորը աչքով չես տեսնի։ Ես հասկացա, որ մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն. պետք է պատասխանատու լինել այն մարդկանց համար, ում սիրում են։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի փառասերի այցելած փոքրիկ իշխանի գերբարը, ես հասկացա, որ փառասերը չնայած որ մենակ էր, նա կարծում էր, որ այդ բոլորը պիտի ենթարկվեն իրեն։ Իր մասին բավականին մեծ կարծիք ուներ, չէ՞ որ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով։ Նրան թվում էր, թե այդ մոլորակի ամենագեղեցիկն է, ամենաշքերը հարուստ ու բժող։ Ես 6 տարեկան էի, այլաշքեր բեմից մարմնավորում էի գործավարին այցելած փոքրիկ իշխանի գերբարը և այդ օրվանից մենք հասկացանք, որ ուրիշ է մեծահասակների աշխարհը, նրանք չեն նկատում այն, ինչպես համար է տեսաների, և այդ օրվանից ես հասկացա, որ չպիտի գործնեմ հակատեսնենք ամբողջ կյանքում վատ ու բարումներ ու ճուղերձել։ Սիրելի աշակերտ, հիշիր, որ դու կարող ես, դու միշտ կարող ես, դու կհասնես մարդուներ։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի իմ երեք մոլորակին հանդիպած փոքրիկ իշխանի գերբարը, հասկացա, որ այնուհետև փոքր է ու զբաղջալի։ Նրա մեջ մի լապտեր ունի, լապտերավար էր տեղավորվում։ Երբ այդ լապտերը բացվում են, կարծես մի նոր աստղ կամ ծաղիկ էր ծնվում, և ես հասկացա, որ աշխատանքն օգտակար է, քանի որ գեղեցիկ է, սակայն իրականում կյանքում ամեն բան չէ, որ օգտակար է։ 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի լապտերավարի հանդիպած փոքրիկ իշխանի գերբարը և հասկացա, որ նա միակն էր, որ միայն իր մասին չէր մտածում, այլ նաև ուրիշների, և սա կյանքի ամենակարևոր նախապայմաններից մեկն է, որ կյանքում պետք չի միայն ապրել, այլ ուրիշների համար և կյանքում պետք չի եսասեր լինել։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում էի 6-րդ մոլորակում ապրող ծերունի աշխարհագրագետի, ես հասկացա մի պարզ բան, որ ամենակարևոր խոսքն այն է, որ պետք է ապացուցես այն ամենը, ինչու մասին որ դու խոսում ես, այլ ոչ թե ինչ ներքիդ փչում է։ Երբ ես 6 տարեկան էի այս բեմից մարմնավորում էի սլաքավարին հանդիպած փոքրիկ իշխանի գերբարը, ես հասկացա մեծահասակների կյանքի իմաստը և ժամանակի զգացումը, երբ որ նրանք անքով շտապում են, նրանք ժամանակ են խնայում։ Երբ ես 6 տարեկան էի և այս բեմից մարմնավորում
նշանակում է, որ մարդկանց մոտ գնված պատճառները սկզբնական շրջանում հեշտությամբ անհագախին կարելի է ունել հակառակ դեպքում դրանք կվերածվեն մեր ինքնաբավաբանին։ Ես ուզում եմ կանչել, մենք մեր ուսուցչու փոքրիկ իշխաններին կամ եկամ հավատում ենք, որ մենք հանենք պարտություններին։
կահքիչ ելին։ Չանգան մարգարետ համայն զողերի ծաղիների հետ ոտս մորս ոտքի կարկավների քիչ ելին։ Հատվերեն բոլոր կանցերն աստղերի զույգ հատվերից հետ գիցեն ոտքի տակ մորս ոտքի տակ աղքիչ ելին։ Այն մայրին կարմուրը ինձ համար շատ սիրուն է, որ ժպիտով ինձ արկապույն իմն է դարձնում ողջ աշխարհը։ Երբ նայում եմ քո աչքերին, որ շարժարն են մտնում, երբ քո դեմքին ժպիտա արևներին ողջում եմ։ Երբ մայրս աշխարհում օրերն ուրախ են անցնում, երբ մորս ճուշտ է հսկում, շատ հպարտ եմ ինձ զգում։ Հետևում եմ անմիջապես մայրիկիս մոտ եմ վազում, թե ուրախ եմ հրջևանքս ես մայրիկիս հետ եմ կիսում, բարի ժպտուն իմ մայրիկից չեմ թաքցնում ես ոչինչ, մայրս ասես գիտուն լինի, գիտի ամեն ինչ։ Մամ, ամեն արևոտ թրակ շողերն են իմ ջերմ հայտնում, մամ դու իմ արևն ես, քո համբերով է իմ օրը բացվում, մամ դու իմ օրն ես, երբն իմ օրոցքի, առաջին հնչյունն իմ մայրենի, մամ դու իմ սրտիկն ես, քո սրտիկից եմ իմը պարտկայել, որ քո նման սիրեմ բոլորին, առանց նախանձի ու մեծ վայություն։ Մի արև գահում մի լուսին, մի արև գահում մի երգին, մի սիրտ գահում մի լուսին, մի գեղեցիկ հայրենիք ու մի մայրիկ թանկագին։ Մայրս է փուչում ամենասուրի, մայրն է փուչում ամենամուրի, դու ամենից քանքուշ է, դու ամենից ավելի։ Մամ դու իմ արևն ես, իմ աչքերի վարկածն ես, իմ ժպիտն ես, իմ կյանքն ես, դու իմ բարի մշտանն։ Հայրիկ դառնում ես, դառնամ հայտար արևն ես, անուշքնով կոտոց ու իմ բացկած ծառն։ Հայրիկ դու իմ մեկատն ես, իմ մեկատի բերին ես, դու իմ մեծ մոլորանն ես, ես սիրում եմ հայրիկը։ Հայրիկ դու իմ հրեշտակն ես, իմ թափ իմ գանձն ես, սրտի ցերը ծովը նավ, սիրում եմ քեզ նամպի չոր։ Հայրիկ, դու իմ հրեշտակն ես, դու արվում եմ խաղաղից, դու իմ պաշտպանն ես, պատահական եմ մարիք ես։ Մեր դասվար այդարսին է պրոտագրել մեր, բանի բայց ես ստեղծագործ, հավերաշ ու աշխատասեր, ընկերասեր ու մասասեր, աշխույժ և չարաճճի։ Ասում են դաստիարակությունը գիտելիքից ավելի կարևոր է, սակայն մեր դպրոցը երկուսն էլ տվել, այնքան բան է մեզ տվել, բայց նրանցից մեկը ընդհանուր է, բոլորս են դա մեր ընկերությունն է, որ մշտապես հաստատվեց մեր սրտի տնական։ Մեր ընկերությունը նույնիսկ համեղ է, քաղցրահանյան, որովհետև մեր սովորությունն ունենք հենց այնպես քաղցրավենիք կամ շոկոլադ բերել և հաճույքով հյուրասիրել մեր ընկերներին։ Մեր ընկերությունը սկսեց մեծանալ, ամեն բացվող օրվա հետ, հատկապես այդ գործում օգնեցին մեր ուսուցիչները, նրանք մեզ սերմանեցին մեր դպրոցական ընկերությունը։ Մեր ընկերությունը այնքան ամուր է, որ բաժանվել չենք կարող ոչ խաղի մեջ, ոչ դպրոցում, ոչ էլ ամբողջ աշխարհում։ Կյանքում բարձը չի թանալ, քանի որ դա արմայություն է, լավ ընկերը չի մոռացվի, ինչքան էլ որ հեռու է։ Եթե ընկերս ընկերությունը տղրին բացի, նրա ընկերոջիցիկը բացել իմացի, ամեն գախնիկ դումի դարացի, ընկերոջը թարգել իմացի, նրա բակիը բահել իմացի։ Երբ տեսեր ընկերը թանեք անցերը կյանքից տակ, ընկերը կյանքից էր թանում։ Ընկերը թաղակ, ընկերը չունենաս, տեսունես արակ։
կան Հիմա դու կյանքի համար քեզ եկալ եմ Իսկ հիշում եմ թե ինչպես օրում էր ինձ պատմում եք Ամեն անգամ դու եք ես աթորա Աստորեն մեր սրտում մի փոքրիկ տեղ մնաց և գիտեք թե ում համար ենք պատել են մեր սիրելի Հիսուսու համար։ Շատ մասնագիտություններ գիտենք, բայց չգիտենք այնպիսի մի մասնագիտություն, որի մեզ այսքան կյանք ու շունչ կա։ Ուսուցիչ, սեր, հոգատարություն, ջերմություն, բավարշավ ու համբերություն, որքան ջանք ու եռանք կա ձեր աշխատանքում, որքան եք դուք նվիրված ուսումին, որքան սեր հոգատարություն կա անարանում, որքան եք դուք նվիրված ուսումին։ 6 տարեկան բոլորս ճամփաներով դանում, մորս Ստեփեբին Բեռնաց, դպրոց մտա ամաչկոց, դուք տատիկ մտերմիկ հարազատիկ եմ սիրով, դպրոցի բագը փոքրիկ, դարձավ մեծ ու լուսավոր։ Ես շատ փոքր էի և դպրոց մտա և ինչ հրաշք էր այնտեղ ձեզ կտա, ես հանգիստ մայրիկիս ձեռքը թողեցի և ձեր հայացքից քամուկ կարճացի։ Նորեր ու տարիներ, բայց տվկակ ինձ հետ տվկակ հանգիպանության ներդիմ առաջին ուսուցիչ։ Դուք ուսուցիչ, դուք երկրորդներ, այսքան բարի համբերադար ձեր աչքերին ու խորքերից դուրս է հորդում ջինջ ու վարում։ Իմ բարի ձեզ քիչ է կովել գանձերն աշխարհի, ձեզ նվեր բերել, ուզում եմ որ դուք միշտ կողքից լինեք, իմ լավ գործերը նվեր ընդունեք։ Գիտեմ, որ հուսեր եք ինձ հետ կապել ձեր տարիներից ինձ եք նվիրվել, գիտեք, որ տանքում համար կուտանամ ու դրա համար ձեզ եմ բարդացել։ Ես չիմացա այդ երբայց ինչպես արեցին անցան տարիները 4 տարիների ներդրնեցացա և ես խոսք ու խորհուրդ պահած եմ։ Աշխարհի հրաժարումներ դրել են փոքրին, ոչ այնպես բայց կա ավան հրաժարի ոչի հիշում
Իսկ ամենակարևորը սերմացանի նման մեր մեծանները, բարության, ազնվության և հայրենասիրության սերն է։ Լույս է գալիս և չեք սպանում, ասել սարիմից մասնիկ կատրվեշ, կուպչեք նրանց, կուպչեք հնանիվ, ինչպես նարերը մեր մեզնիվը, դուք եք տվել կանդր ծեր սրտի, լույսը ծեր աչքերի, սերը մազել, ուսուցիչ մեր սիրել։ Il s'aime pas souvent.
հասունացման շեմին պատասխանատու շրջան, առավել պատասխանատու է եղել ձեր աշխատանքը մեր հարկերի դասվար, դուք եք այն արեխակը, այն ջերմության մոլորակը, որի շողերից ոչ միայն ջերմանում, այլ կյանքով ու կենդանությամբ են լցվում։ Այսքանով ավարտեցինք մեր այսօրվա միջոցառումը, հրաժեշտ առաջին քրիչուկուկ և կրսեր դպրոցի։ Կարծում եմ, որ իմ երեխաները իմ փոխարեն ամեն ինչ արդեն ասացին։ Սիրելիները, շատ շնորհակալ եմ այսպես ներկայանալու և ինձ մեծ հաճույք պարգևելու, նաև ձեր ծնողներին, անպատշաճ։ Դուք մոլորակ շուրջ քայլող աստղեր, երեխաներ, մինչև հիմա իմ շուրջ եք քայլել։ Հիմա ես վստահ ճանապարհում եմ ձեզ դեպի միջին դպրոց, վստահ լինելով, որ զինված եք շատ մեծ գիտելիքներով, հուսով եմ, որ կյանքում լավ հարցեր կդառնաք և կարդարացնեք թե ինձ, թե ձեր ծնողներին, և մի օր ես հպարտանալու եմ, որ մի օր դուք եղել եք ինձ սաները, ապրեք, շատ ապրեք, չմտածեք, ճիշտ ես ձեզ ուղարկում եմ միջին դպրոց, ձեր դաստիարը չեմ լինելու, բայց ես միշտ ձեր կողքին կլինեմ, երբ որ ես ձեր պետք է իմացեք, որ ես կամ ու ես միշտ ձեր կողքին եմ, կրկին շնորհակալ եմ, սիրելիներս, ապրեք շատ։ Հիմա ծնողներ ջան, ստիպում եմ որպես տարական դասարանի փակման համար նրանց բոլորին կա գովասանատեր գիտելիքներով զինված և մարդկային բարձր հատկանիշներով օժտված։ Ես նրանց դուք ինձ ինչպես նոր տվեցիք նրանց ձեռքից բռնացրեցիք դպրոց, նոր վախորած քայլերով, ամաչկով այսօր ձեզ ես տալիս եմ ձեր երեխաներին վերարել բանիմաց մարդիկ։ Շնորհակալ եմ, որ նրանց պես երեխաներ եք դաստիարակել։ Ճիշտ է, 4 տարիների ընթացքում մենք շատ դժվարություն ունեցանք, բայց այդ դժվարությունները մենք փառքով հաղթահարեցինք։ Շատ ձեռքբերումներ ունեցանք, նրանք շատ խելացի են։ Ճիշտ է, երեխա են, նաև ունեցել են թերություններ, բայց դաստիարակված են, խելացի են, ինչ կանել, որ չարություն անեն, գիտեն իրենց չափը։ Դրա համար էլ այսօր նրանք արժանանում են այս կոչմանը, նրանք գիտելիքով զինված են, վստահ կարող եմ դա ասել, որպես նրանց դասվար։ Կկա երեխաներ ջան, երևի ձեր դասվարը չեմ լինի, բայց ձեր ուսուցիչը երևի մինչև վերջը կլինի։ Արևության մեկրտիչ ջան,
Արտևասյան Արաչինյան Իվան Ինտանա Դետասնիկի ուժերը շատ է գնահատում դետասանի երեխաներն բոլոր շատ լավն է, լավ երեխաները հույս ունեն, որ միջին դասանում երավելի լավ ուսումնորեկներ չեն աշխատան տանքերը ջուր չեկեց։ Շնորհակալ եմ նույնիսկ տնօրեններին, ներկայացնել պատասխան նանատեսային շնորհակալություն բոլորիդ, շնորհակալ եմ բոլոր տնօրեններին, որպես նանամատիկյան արավի բոլորը շնորհավորում եմ Մեր չոր ասարոշ ես դոկտորի խոչիներով, հույս կորին որև ատան մետամետի կարդարը, էր ավելի բարձր ներկաշտապարկը, անգարվերներում պետրտերներով շնորհակալություն, բոլորի կողմից շնորհակալում եմ, շնորհակալությունը հայտնում եմ մեր նանատեսյանը, շնորհավորում եմ այսպիսի դեպքերներ, որ միշտ իրենք